Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն, փառաստերը Սուրբ, ամեն, փառք Աստծուն, Աստված օրհնի քեզ, փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն, մեր Աստված Սուրբ Աստված է։ Ամեն, ամեն, փառք Աստծուն։ Այն որ մի հատ մեկի կողքը կանգնում է մեկը կեղտոտ ու ասում է, հələ մի հատ ինձ նայ ու քեզ նայ, ասում է, «Խի ես այս վիճակում, հա»։ Այ մեր Աստված Սուրբ է, միշտ պիտի հասկանանք մենք ում կողքն ենք կանգնել։ Նենց չպիտի կանգնենք, որ խայտարակ լինենք, լավ։ Ինքը Սուրբ Աստված է, դու հենց հիմա իր առաջ կանգնածես։ Նենց պիտի ապրենք, որ ոչ թե մտածենք տենաս այսօր կեղտոտեմ թե չէ, այլ ընդհակառակը մտածենք, ասեմ, ինչ լավ է, այսօր էլ եմ մաքուր։ Փառք քեզ Տեր ջան։ Այսօր էլ ենք իրար հետ, հա։ Փառք Տիրոջը։ Գիտես ոչ մեկ քեզ չի կարող օգնի մաքրության հարցում, բացի քեզանից։ Ուզում ես 20 տարի քարոզ լսի, ուզում ես 20 տարի աղոտ քարա, մաքրությունն է որոշում է։ Սրբությունը որոշում է, երբ որ դու կանգնում ու ասում ես, ես որոշում եմ կայացնում Սուրբ ապրեմ։ Այդ որոշումը, հա, այդ որոշումը դել Տերը օրհնում է։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, մի հատ ճպտա կողքին, ինքը սպասում է դրան, նոր կարող ես նստել, հա, Աստված օրհնի ձեզ, օրհնված լինեք, սիրելիներս, Աստված օրհնի բոլոր ձեզ էլ, ովքեր մեզ նայում են համացանցով, օրհնված լինեք բոլորը ձեր տներով։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Մեր մոտ էս շաբաթ, այսինքն 2 օր առաջ համաշխարհային ընտանիքի օր էր, հա, եթե հիշում եք, ով է նշել, կան մարդիկ, փառք Տիրոջը, մի քանիսը հիշել եք, նշել եք, ով որ չի հիշել, չի նշել, այսօր դու ունես, որ այն ռեկլամ անողները, որ խափում են, գովազդանողները, դու ունես բացառիկ հնարավորություն, սա քո հնարավորությունն է ու հաստատ քեզանից մի բան գնալու է, դու լավ գիտես, բայց այնց են ներկայացնում, ոնց որ եթե այս րոպեից դու չլինես, ուրիշը քո տեղը վերցնելու է, ու դու շտապում ես ընկնես իրանց թակարդը։ Հիմա այդ նույն ոճով, բայց ոչ խափելով, ասում եմ ձեզ, դու ունես այսօր բացառիկ հնարավորություն, այսօրվա ծառայությունից հետո նշել ընտանիքի օր, գնաս ընտանիքովդ միտեղ ժամանակ անցկացնես, եթե ընտանիքդ հետդ է իհարկե։ Դրա համար այսօր ընտանիքի օր, ուզում եմ մի քիչ ընտանիքից խոսեմ, սիրելիներս։ Ավելի շատ ամուսիններից, ամուսնական զույգերից եմ ուզում խոսեմ, որովհետև գիտես, հասարակության հիմքը ընտանիքներն են։ Հասարակության ամրությունը շատ հարցերով կախված է հենց ընտանիքներից։ Միգուցե նայես, ասես օրինակ, իր ռազմական վիճակը ինչ կապ ունի ընտանիքի հետ, կամ քաղաքական վիճակը ինչ կապ ունի, ղեկավարությունը ինչ կապ ունի, շատ մեծ։ Բոլոր հարցերը վերջի բանով գալիս են հասնում են նրան, թե ինչպիսին է ընտանիքը, որտեղ է այդ մարդը, որտեղից է ինքը դուրս եկել։ Գիտես, եթե երեխա ժամանակվանից, ես հիմա նայում եմ ժամանակակից քաղաքական գործիչներին, երեխա ժամանակվանից 7 հատ պապայա ունեցել։ 90%-ը։ Աշխարհի քաղաքական գործիչների 90%-ը երեխա ժամանակվանից, կարող է մեկը ասի 90-ի 87-ը։ Փոքր ժամանակվանից անկայուն ընտանիքներ, բաժանություններ, նորից ամուսնություններ, նոր պապա, նոր մամա, ու այդ ստրեսների մեջ երեխաները մեծանում են, դրա համար այսօր աշխարհը դառնա սենց անկայուն, աննորմալ, աննամուս, անթասիբ ու անամոթ։ Հա, ինչի, որովհետև այն ինչի մեջ իրանք բարձրանում են, էդ էլ հետո իրանք թելադրում են աշխարհին։ Ու հետագայում ունենում ենք այն աշխարհը, որ այսօր ունենք, որ լցված է պղծությունով։ Դրա համար ընտանիքը շատ երևի ամենաբարդ կառույցն է այս աշխարհի, ամենաբարդ, բայց շատ ամենակարևոր, ամենահիմնային կառույցներից մեկն է։ Ու Աստված ուզում է, որ մենք դրա մեջ ճիշտ լինենք։ Մարդիկ մտածում են, թե ամուսնությունը մատանի դնել է։ Մատանին դրեցիր մատը, բերեցիր ձեր տուն, վերջ, այսքանն էր։ Մնացածը արդեն ցուցակով գրած է, 2 տարուց երեխա, մի 2 տարուց մի հատ էլ երեխա, որ կնոջդ համոզես մի 2 տարուց մի հատ էլ երեխա, ու հետո 10 տարի դպրոց մանկապարտեզ, հետո ինստիտուտ տանք իրանց,
հետո թորներին պահենք, ու ընտանիքը կայացավ, չէ սիրելիս, շատ բարդ կառույց է ընտանիքը։ Ընտանիքի ինչքան ամուր լինի, այնքան հասարակությունը ամուր է։ Գևորգ Մարզպետունիի խոսքերը ես շատ եմ կրկնում, որ ասում ազգի ամրությունը ընտանիքների ամրության մեջ է։ Որտեղ ընտանիքը մարդուն թելադրում է ամրություն, հավատարմություն, երեխան տեսնում է, մեծանում է հավատարմության մեջ, մեծանում է հասկանալով, որ հայրենիք ունի, որտեղ այդ հայրենիքում ընտանիք ունի, որոշ քայլեր չի անում, որովհետև հասկանում է, որ արեց իր ընտանիքը խայտարակելու է, իր ծնողներին է խայտարակում, ու երբ որ ընտանիքը ամուր է, շատ հարցեր հենց հիմքից ճիշտ բարձանում են։ Հետո այս պիղծ ու անամոթ աշխարհի մեջ չեն կընկնում։ Իսկ ընտանիքի ամրության առուծի բաժինը գիտեք ում է հատկացված։ Առուծի բաժինը երևի 80-90% էդի ամուսնական զույգին։ Էդի իրանց ու երեխաների հարաբերությունները չի։ Հիմնական առուծի բաժինը քո ամուսնու, քո կնոջ հարաբերություններն է։ Թե ինչի եք ասել դուք, ոնց եք իրար հետ, հա։ Այսօր այնքան է պղծվել այդ ամեն ինչը, որ խայտարակություն է։ Հիմիկվա ժամանակից մոդան դարել է բան, ոնց են ասում, բրաչնի կոնտրակտ, հա, ամուսնական կոնտրակտ են կնքում ամուսնանալուց առաջ։ Գիտեք ինչն է այդ կոնտրակտի ամենակարևոր բաժինը։ Պատկերացնում եք նոր պիտի ընտանիք կազմեն, ամենակարևոր բաժինը այդ կոնտրակտի գիտեք որն է, որ կնքում են, որ բաժանվենք ում ինչա հասնելու։ Պատկերացնում ես մարդիկ եկել են պիտի ընտանիք կազմեն, մինչև կազմելը ստորագրում են ինչ են կիսելու իրար հետ, երբ որ բաժանվեն։ Գիտեք, ընտանիքը ամուսնական կոնտրակտ չի, ընտանիքը ցմահ միություն է։ Դրա մեջ կոնտրակտ չեն կնքում։ Դու կարող ես զառանգություն թողել ընտանիքիդ մեջ, ինչ ուզում ես անել, բայց ոչ երբեք ասես էս իմնա, էս քոննա, բաժանվելուց սա մնալու է, սա մնալու է քեզ։ Ու այսօր աշխարհում ամուսնական կոնտրակտներով են ապրում, որովհետև չեն հասկանում ընտանիքի խորությունը։ Իհարկե, եթե երկրի իրավիճակից ելնելով ինչ որ կոնտրակտ եք ստորագրել, դրա մասին չեմ խոսում։ Ինչ որ ֆիկտիվ մի բան եք ստորագրել, որպեսզի որոշ հարցերում ավելի հեշտ լինի, ոչ վատ իհարկե, էլի չեմ ասում, որ մախինացիաներ անեք։ Բայց ամուսնական կոնտրակտը արդեն ընտանիքի դեմ մի բան է, որովհետև ամուսնանալու չես ասում մինչև բաժանվենք, ասում ես մինչև մահը չբաժանի մեզ, որ մահացար էր, ինչ կոնտրակտում, ինչ մնա։ Բայց այնքան է խեղաթյուրվել, որ մարդիկ ամուսնական կոնտրակտով են ամուսնանում։ Սկզբից տեն չէր, Եդեմի պարտեզում հենց ամենասկզբից լրիվ ուրիշ բան եղավ։ Ես ուզում եմ մի քիչ կարդանք, Ծննդոց 2-րդ գլուխ 7-րդ խոսք գրած է, եւ Տեր Աստված հողի փոշուր շինեց մարդը, եւ նրա ռնգած մեջ կենթանության շունչ փչեց, եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Պատկերացրեք, Աստված հետաքրքիր մի բան է անում, ինքը արարում է երկինքն ու երկիրը, հողը արարում է, հա, հետո ինչ է անում։ Այդ արարչության մեջ նոր բան է արարում, մարդը արարում։ Ինքը մտցնում է մարդուն հողի փոշուց։ Բայց հետաքրքիր բան է տեղի ունենում դրանից հետո, երբ որ Ադամը մենակ էր, գրած է Աստված մի խորքում բերեց եւ Ադամի կողի ոսկորը հանեց։ Կողի ոսկորը հանեց ու տեղը մի կին այդ կողի ոսկորից մի կին սարքեց։ Պատկերացնում ես, ես անգամ բան եմ, երկտող եմ գրել դրա մասին։ Աստված Ադամին ստեղծեց հողից եւ այն ստեղծեց Ադամի կողից։ Հա, զգում եք ինչ որ տարօրինակ բան կա, իրար չբռնող։ Մեկը հողա, մեկը ոսկորա։ Գրածա մեկին հողու փոշուր շինեց։ Այն մեկին Ադամի հենց ոսկորից շինեց։ Գիտես ինչի։ Շատ կարևոր է հասկանանք։ Եվան Ադամի երեխեքի ճաշեփողը չի։ Եվան Ադամի անկողն ու զույգ ընկերը չի։ Իր հետ ինչ որ կինո գնացողը չի։
Եվան Ադամի մի մասն է։ Մասն է, հասկանում եք, մասը իրանից է, իրա մի մասն է։ Երբ որ այդ մի մասը հանում ենք, ինքը դառնում է մեր տան լվաց կանողը, մեր տան ճաշեփողը, երեխեքին դպրոց տանողը։ Երբ որ այդ մի մասը հանում ենք, դառնում է զույգընկերը, որը որ հոգնածրել է փոխեմ ուրիշ զույգընկեր ունենամ։ Երբ որ մարդը չի հասկանում, որ Եվան, գիտեք ինչ, հերիք չի մի մասն էր։ Գրածա համել, երբ որ ոսկորից սարքեց, տեղը Ադամի ոսկոր չդրեց այդ դատարկ տեղը, գրածա միս լցրեց Աստված։ Կարար տեղը նոր ոսկոր չէ դներ։ Գիտես չի չդրեց։ Ծելի եղբայր չդրեց, որ միշտ այդ մի ոսկորի պակասը զգաս, երբ Եվան կողդ չի։ Հա, որ զգաս, մի բան են չի մոտս։ Ես կիսատ եմ։ Հա, Ադամը ամեն անգամ երևի ձեռը որ տանում էր, ստեղ փոս էր գնում։ Հասկանում էր, վայ, ուրա Եվաս։ Եվայի կնոպկան ստեղ էր դրած երևի, հենց ծխում էր, հասկանում էր Եվան չկա։ Մեկը պակաս է իմ կողքը։ Գրածա որ Աստված մի խորքուն դրեց, գրածա։ Չէ, հետո գրածա 23 խոսքում եւ Ադամն ասեց։ Աստված քնացրեց, ոսկորը սարքեց, եւ ինչ ասում Ադամը։ Հիմա ոսկորը ընդեղ է, ստեղ միսա։ Եվ Ադամը ասեց, սա հիմա ոսկորը իմ ոսկորից, մարմինը իմ մարմնից։ Սրան կկոչեն ինչ կին, որովհետև սա մարդուց առնվեց։ Կարևոր բան է շեշտում Ադամը։ Ադամը հողից առնվեց, կինը մարդուց առնվեց։ Շեշտում ասում այս մարդու մի մասն է։ Տեսեք, եթե Ադամը համահունչ է արարչության հետ, Եվան համահունչ է Ադամի հետ։ Ոչ թե արարչության, Եվան չի արարվել, Եվան Ադամից է ստեղծվել։ Հասկանում եք, Ադամի մի մասն է։ Մեկը հողից է սարքած, մեկը ոսկորից։ Եվան առանց Ադամի ինքը խնդիր ունի, հա։ Մեկը հող է, մյուսը ոսկոր։ Ադամն է առանց Եվայի է պակաս։ Խնդիրը հիմա գիտեք որն է մարդկության։ Շատ ոսկորներ ուզում են հող դառնան, շատ հողեր իրանց դրել են ոսկորի տեղ։ Տղամարդիկ իրանց տղամարդկություն են կորցրել, կանայք իրանց կանացիությունը։ Ու չես հասկանում, ձևավորվում է կամաց, գիտեք ինչ է լինում։ Առաջ կար տղամարդ կին։ Հիմա կամաց քանակությունը տղամարդու կնոջ քչանում է ու միջին սեռ է ձևավորվում։ Չես հասկանում, կինա տղամարդը ոչ խոսալուց ես հասկանում, ոչ արած գործերից, ոչ վարքից, ոչ իբանից։ Շորերից էլ չես հասկանում ինչա։ Ես այնքան է եղել մոտենամ դիմացից նայեմ, 4 հոգի գնում են, արագ գնում են, մի հատ նայեմ տեսնամ որն է տղա, որը աղջիկ։ Հա։ Բայց կա տարբերություն սիրելիս։ Հողը իր տեղ ունի, ոսկորը իր։ Երբ որ մենք ես հասկանում ենք, ամեն մեկ իր գործն է անում։ Ոսկորի կոմֆորտը Ադամի կողքն է։ Ես պիտի հասկանանք, եթե մենք այդ բանը իրար մեր կյանքից գցում ենք, լիքը ոսկորներ ասում են, «Էլ հող ինչ եմ անում, յոլա կգնամ էլի սենց»։ Հիմա մեծ մոդա է դարել։ Շատ մոդայի կա, հայ աղջիկների մեջ էլ խայտարակություն է։ Հայ աղջիկների մեջ էլ մի հատ սիրուն տղա են, խելոք տղա են ճարում, հետ իրանից երեխա են ունենում ուղակի։ Մի անգամյա երեխա են ունենում, ասում են հերիքա, ինձ երեխա էր պետք մի հատ, ինձ մարդ պետք չի, գնա։ Մոդա է դարել ու քիչ մարդ չեմ ճանաչում տենց։ Ինչի որտեղ ոսկորը իր դիրքը լրիվ կորցրել է։ Հողն ու ոսկորը սիրելիս պետք է իրար հետ շփման մեջ լինեն։ Ես խոսում եմ ամուսինների մասին, ցավոք սրտի, հիմա շատացել է բաժանությունները, շատ։ Ու ամենավատը գիտեք որն է, որ շատացել է քրիստոնյաների մեջ, հավատացյալների մեջ, մեր եկեղեցիներում, ինձ ծանոթ մարդկանց մեջ։ Այնքան սովորական են ասում, դե բաժանվեցինք, իրար չհասկացանք։ Հասկացողության դասեր անցեք, չեք հասկանում։ Արդեն ուշ է մտածելը դրա մասին։ Գիտեք, երբ որ մենք ուխտ ենք անում, այդ ցմահ ուխտ է։ Չի կարելի խաղալ ամուսնության հետ։ Դա այնպես չի, որ հա հասկանում եմ, կյանքա երկար ժամանակ իրար հետ ապրում եք, սառնություն է գալի, դառնություն է գալիս։ Մեկ ինքը քեզ չի հասկանում, մեկ դու իրան չես հասկանում։ Մեկ գալսապահ կարող է կողդ նստածա, բայց քո միտքը ուրիշ տեղ է։ Կյանքա։
Ամեն ինչ կարա լինի։ Բայց այդ քո ընտանիքն է, սիրելիս։ Քո ընտանիքն է, դա քո ընտրությունն է։ Դա հավերժանա, ցմահա, դրանից հետո ուրիշ բանի մասին մտածել չի կարելի։ Հապես դենես մի տեսակ սարել ենք։ Է տակացեք։ Հա? Գիտեք ես օրվա խոսքը ոնց եմ վերնագրել։ Շփի թող տականա։ Փակ տիրոջը։ Հա, մեկ ասում են, վայ, նենց սարել է մեր հարաբերությունները, շփի թող տականա, որ կինդ գալիս է տուն ենթադրենք, ձմեռվա կեսին, ձեռքերը սառած, ինչ ես ասում, բեր մի քիչ շփեմ թող տականա, չէ՞։ Հարաբերություններն է, պիտի շփես տականա։ Բնական է կսառի, 20 տարի նույն դեմքն ես տեսնում։ Ինչ էիր ուզում։ Ուզում էիր ամեն անգամ տեսնելուց ուշաթափվեիր ուրախուց, ասեր ես ինչ դեմք է։ Ուզում աշխարհի ամենասիրուն աղջիկը կամ սիրուն տղան 20 տարի նույն դեմքն ես տեսնում, 30 տարի նույն դեմքն ես տեսնում։ Բնական է սովորել ես իրան արդեն։ Բայց հենց տեսնում ես մի բան խառնվել է իրար։ Սկսի շփել։ Մոտեցի ասա, լսի, ես զարմանում եմ, ոնց կարա մարդ 20 տարի նայի ես դեմքին ու չհոգնի։ Ես խես դու այսքան սիրուն։ Սկսի խոսալ հետը, սկսի տակասնել, տեսնում ես մի բան մոտը սառել է, քայլեր արա։ Այնքան հեշտ է սառել ու վերջում ասել մենք իրար չհասկացանք։ Ապցեկայում հասկացողության դեղ չեն տալիս։ Պետք է շփեք, որ հասկանաք, պետք է խոսակ, որ հասկանաք։ Սատանան քննաչի, էլի եմ ասում քեզ, եթե կարացավ ընտանիքդ քանդի, շատ բաներ է սկսում քանդել։ Կյանքդ քանդում է, երեխեքիդ քանդում է, աշխատանքդ քանդում է, խաղաղությունդ քանդում է։ Եթե կարացավ ընտանիքիդ մեջ քանդի, երկիրդ քանդում է, որովհետև էլի եմ ասում, ընտանիքդ քանդվում է, երեխաներդ մեծանում են մերժվածության մեջ, որովհետև ուրիշի պապան իր երեխեքի հետ որ եկել է քո մամայի մոտ, ինքն էլ իր խնդիրներն ունի, իրան նեմր ասում են քո ժամանակը չի։ Մերժված մեծանում է, հետո մեկ էլ պապան 3-րդ պապան է գալի, 6-րդ պապան է գալի, հետո դառնում է երկրի ղեկավար, գիտեք այդ մարդը ինչպիսին է։ Մերժված, լքված, վիրավորված, նեղված մարդ։ Ես խնդրում եմ գնա մի հատ բանով, եթե դժվար չի քեզ, այսօր որ գնաս ծառայությունից հետո, մտի համացանցով տարբեր երկրներ, ես չեմ փորձել, բայց մի հատ փորձի, նախագահներին անունները խփի ու մի հատ բիոգրաֆիան կարդա իրա։ Դες գոնե 10 հոգի կգտնես, որ մի ծնող է ունեցել, մի հատ հայր, մի հատ մայր, մինչև վերջ իրար հետ ապրել են։ Դու հասկանում ես ինչ հասարակության մեջ ես ապրում։ Ընտանիքները սատանան քանդեց, հասարակության վերջը տալիս է։ Ամեն ինչ սկսվում է տեղից։ Եթե կարացավ քեզ համոզի, որ կարող ես սխալվել ես, հա կողքդ նստածա, բայց ասում ես, չէ, լաղոտքն չի անցնում։ Էլ սիրահարված չեմ, իմ հերոսը չի։ Կամ առաջ շատ քնքուշ էր, հիմա ղժղժի կա։ Հա, առաջ սիրտս էր ուտում, հիմա ներվերս է ուտում։ Հա, ասենց դու սկսում ես արդեն հասկանալ, որ բան է փոխվել։ Մեկ սատանան կողքից գալիս ասում եմ, լսի, ճիշտ է, երդվել էր միշտ կողք գալներ, բայց կա էլի տարբերակ։ Մի հատ մտածի, գնաս թե մնաս։ Գալի ու շշնջում է։ Գնաս թե մնաս, առաջի անգամ ասում ես քշ, ես ինչ վատ միտք էր։ Երկրորդ, երրորդ անգամ արդեն այդ մտքի հետ ես պայքարում, փոխանակ ընտանիքդ փորձես վերականգնես, փոխանակ շփվես, որ տականա։ Հա, փոխանակ փորձես իրավիճակները փոխես։ Մի թող սերը սառի, սիրելիս։ Մի թող, ինչ ուզում ալնի, տեն մեզ բան է սառել։ Տեն մեզ ձեր հարաբերությունների մեջ բան է սառել, իրար հետ չեք կիսվում։ Էլ ջերմություն չկա։ Սառեցիր հաստատ գտնվելու է մեկը, որ ջերմացող ժպիտով նայելու է իրան։ Հաստատ գտնվելու է։ Մեկ էլ մի որոշ ժամանակ հետո տենաս խնդիրներ ունեք տունը։ Թանկ բան է ընտանիքը, սիրելիս։ Առաջի կառույցն է այս աշխարհում, առաջի համակարգը, որ Աստված ստեղծեց, ընտանիքն է։ Այնքան կարևոր է, գիտեք, Ադամը ուշքի եկավ առաջի բանը, որ հասկացավ, ինքը ոչ մամա ուներ, ոչ պապա երկրային։ Առաջի բանը գիտեք ինչ ասեց։ Նայեց Եվային, ասեց իր համար արժի, որ թողեմ հորս մորս գնամ
առանձին ապրեմ։ Ոչ մամա ուներ, ոչ պապա։ Բայց մարդ քարյացավ, ասեց սրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը, կգնա կյարի իր կնոջը։ Կհարի, կյարի, ոնց են ասում։ Հասկացավ մի բան, որ էս է, ուրիշը չկա, էս ամենալավն է։ Հիմա բանը շատացել է։ Առաջարկը շատացել է։ Հայկական մի հատ կինո կար, հիմա կասեն հովիվ նստած կինո է նայում։ Մի հատ կինո կար, մեր բոյով հումորի շատ լավ դերասան կա, Մկոն։ Մկոն էր խաղում մի հատ աղջկա հետ, որ այդ աղջկանել ինչքան կարային գեշացրել էին։ Այդ որ դերասանին հատուկ սարքում են ուռոտ։ Գեշացրել էին, այդ աշխարհը յանը ավիրվել էր, մենակ երկուսով էին մնացել։ Այդ տղեն դուք տեսնեիք ոնց էր սիրաշահում այդ աղջկան։ Հենց մի հատ ուրիշ ավելի սիրուն աղջիկ հայտնվեց, մինչև այդ աղջիկն էր ձևեր թափում։ Հենց հայտնվեց մի հատ ուրիշ, որ մի օքել է փրկվել, հիմա էսի խառնվեց սկսեց։ Բայց դու իմ ամուսինն ես, մենք արդեն որոշել ենք ուխտի մեջ ենք։ Գիտես, մարդը միշտ նայում է, բայց էլի տարբերակ կա։ Հենց նայում ես էլի տարբերակ կա, բռնվեցիր, չկա տարբերակ։ Հաշվի դուք եք մնացել երկուսով։ Աշխարհի վերջնա մնացել եք երկուսով էս երկրի վրա։ Կասես ինչա սարել եմ մեկից, չէ, հետևից վազելու ես։ Որտեղ ուրիշ տարբերակ չկա։ Հենց տարբերակները սատանան շատացնում է, արդեն սկսում ես աչուձախ նայել։ Ու սկսում է խնդիրները, հետո բաժանությունները։ Էլ եմ ասում, այսքան խայտարակ բաժանություններ ես չէի լսել։ Այս վերջի մի քանի տարին ինչքան եմ տեսնում, մեր եկեղեցիներում, երիտասարդ զույգերի մեջ անգամ, այնպիսի խայտարակություններ եմ տեսնում, որ ասելն էլ ամոթ է։ Այնպես բաներ է տեղի ունենում։ Ինչի՞, որովհետև մարդը չի հասկանում ինչա նշանակում ընտանիք։ Ընտանիքը առաջերտին պայքար է։ Դու պիտի պայքարես քո ընտանիքի համար։ Ոչ մեկ քո տեղը չի գալու ձեր հարաբերությունների համար պայքարի։ Ոչ մեկ։ Ընդհակառակը, լիքը մարդիկ կհայտնվեն, որոնք կօգնեն, որ ձեր տունը քանդվի։ Շատերը կհայտնվեն։ Դրա համար պիտի պայքարես։ Խնդիրը առաջանում, նստի զրուցի, ինչ ես սարել, ինչ կա։ Իրար շատ զրուցեք։ Առաջ զրուցում էիք, չէ՞։ Հետո գալիս է արդեն իրավիճակ, արդեն էլ քիչ եք խոսում, ամեն ինչով չեք կիսվում։ Իհարկե, եղբայրներ ջան, խորհուրդ չեմ տա ամեն ինչով կանանց հետ կիսվեք, քանի քուրիկները ստեղ չեն ասեմ, հա։ Բաներ կա, մանավանդ եթե ինչ-որ հարցերում մի քիչ թույլ ես, աշխատի կնոջ հետ չկիսես, թող մնա իր հերոսը, որ ինքը քո մեջ ապահովություն տենա։ Հա, եթե ինքը քո մեջ վախ տեսավ, ինքն էլ վախեցավ, բա որտեղ ապահովություն ունի։ Հենց արա որ կինդ մտածի, որ ամուսինը կողք գնա, քիկունքին կանգնած է, հա։ Խնդիրներից կարաս կիսվես, գործերից կիսվես, տարբեր բաներից, բայց աշխատի երբեք ընտանիքումը թույլ չերևաս, ոչ կնոջ հետ, ոչ երեխաներիդ մոտ։ Քո թույլությունները գնաս առանձին սենյակումդ ուզում ես լացի, հա, բայց իրանց դեմ կանգնի, որ իրանք հասկանան, փափան տունն է, ամեն ինչ լավ է։ Լավ, այս ուղղակի եղբայրներին քանի քուրիկները ստեղ չեն, հանգիստ խորհուրդ եմ տալիս, հա։ Քուրիկների դուրն եկավ, հա, ոնց հասկացա։ Փառք Տիրոջը, բայց խոսացեք իրար հետ, սիրելիներս։ Ես գիտեմ այս դահլիճում լիքը խնդիրներ կա։ Գիտեմ լիքը մարդիկ, որ հազիվ են իրար դիմանում։ Սիրիս խոսացեք իրար հետ, շփվեք իրար հետ, տաքացրեք իրար։ Դες որտե է ինքը սառել, հա։ Նստեք երեխաներին պատմեք, ձեր նոր սիրահարված ժամանակ ինչ գժություններ եք արել, 4-ով 5-ով ծիծաղեք իրար հետ։ Փոխեք ջերմ գրգռեք, հա, տաքացրեք տան մտնոլորտը։ Մի թողեք սառի։ Սատանան ամեն ինչ անելու է, որ սառի։ Տես ինչ է ուզում։ Ռեստորան է ուզում, ռեստորան տարեսօր։ Ծառայությունից հետո վերցրու գնացեք ռեստորան։ Քուրիկներին շատ հեշտ է, տար մի հատ մանը, տարգովի ինչ է, մի հատ խանութ մեծ, Սե երջանիկ է ինքը, քարտը տուր ձեռքը, մենակ զրոների թիվը ասա ինչքան կարելի է, ու տուր ձեռքը։ Ինքը արդեն ծաղկում է։ Ստեղ մենք եղբայր ունենք, ասում է, որ մտնում եմ տուն, ինչ ուզում է եղած լինի։ Հերիքը կնոջս ասեմ, ես որ ինձ սիրուն ես, պրծա, ոչ իվան էլ չի հիշում։ Ասեք, դժվար է ասես, ինչ լավն ես, ինչ սիրուն ես, այս ինչքան լավ է, այս տեսքդ ոնց է փոխվել։ Առաջ սիրուն էր, բայց հիմա պիտի ակնոց դնեմ, որ այդ փայլին չկուրացնի։ Մի երկու բան ասեք, թող իրանց լավը զգան։ Չեմ ասում կեղծավոր բաներ արեք, անուշ խոսքեր ասեք։ Հա,
Կարիք ունի մարդը լրացրու իր կարիքը։ Խանութ հազում խանութ տար։ Այդ մենակ եղբայրներին չի վերաբերվում, հա։ Գիտես ինչ ճաշա սիրում այդ սարքի։ Եթե ինքը բորշա սիրում, պետք չէ ամեն անգամ ինքը քեզ տավարի մի սառնի բերի դու խաշլամա սարքես։ Գիտես բորշա սիրում, բայց ախր այդքան գազար կտրտեմ, սիրում է, այդ բերելա չի ուզում շեշտի, բայց ուզում է իր ուզածը սարքես։ Հա այդ արա։ Ամուսինը շատ է սիրում, որ մազերս կապեմ, բայց ես մի տեսակ չեմ սիրում։ Չես սիրում առանց սիրել կապի։ Առանց սիրել կապի, թող իրան լավ զգա։ Հա, բայց դե չգիտեմ։ Դուք գիտեք ինչն է խնդիրը։ Տեսեք մուսուլմանները իրանք շատ շեղված սխալ բանի մեջ են, շատ։ Բայց մի հատ իմաստություն կա իրանց մոտ, որ իմ դուրը գալիս է։ Իրանց կանած դուրսը տեսել եք, չէ՞, ինչ ինչքան հնարավոր է փակում են։ Արտաքին աշխարհի համար, դա էլ Մուհամեդի օրինաց հեքիաթն է։ Ինքը որ դուս էր գալի փողոց, ասում էր ես դուս եմ գալի փողոց, կանանց տեսնում եմ, գայթակղվում եմ, վազում եմ իմ կնանիքի մոտ, որ մեղք չգործեմ։ Դրա համար սրանից դու ծածկվեք, որ չտենամ չգայթակղվեմ։ Խնդիրը իր մեջ էր։ Բայց այդ չի հարցը։ Բայց գիտեք իրանց իմաստությունը ինչի մեջ է։ Տեսեք, իրանց կանայք դրսում փողոցում մենակ աշկերն է երևում։ Բայց տանը ինքը ամբողջովին քսված, հարդարված, սպասում է իր ամուսնուն։ Մեր քրիստոնեական հասարակության մեջ հակառակն է։ Մարդը գործից գալիս է տուն կինը։ Բայց որ կինը գնում է խանութ, երբ որ մարդը գործի է, պիտի իշնի հացի խանութ, 18 համարի կաբլուկ է հագնում, որ իշնի հաց առնի, քսվում է մինչև վերջ պարվում է ու իշնում է խանութ։ Աղջիկ ջան, նենց արա դու մարդու դառած սիրուն ունես, ոչ թե ուրիշների։ Տեսեք, այս իրականությունը կորցրել է քրիստոնեությունը։ Ես իրական բան եմ ասում։ Մենք այդ իրականությունը կորցրել ենք։ Դու առաջերտին պետք է ամուսնուդ համար սիրուն ունես, որ ինքը ուրիշ սիրուն ման չգա։ Հա, պարզ է, բայց հակառակն են անում։ Տեղ գնալուց ամեն ինչ կանեն, գործի գնալուց ամեն ինչ կանեն, բայց մարդուն դիմավորելուց ու ով հավես ունի, դե տուն ա գալի, ինչ կսվեն, ինչ սիրուն անամ։ Եղբայրներ դուք էլ ուշադիր եղեք, թեթև ձեռի հետ խորհուրդներ եմ տալիս, հա։ Ուշադիր եղեք, մեկ որ կինդ արդեն մի շաբաթա մազերը ներքել է, ասա մի հատ, ուշադիր եղեք, եթե տեսնում ես մի բան մոտեն, չի մի հատ հիշի առաջ ոնց էր, այս մի շաբաթ ինչն է փոխվել, ինչը որ փոխվել է շեշտի, ինչ սիրուն, ասա ինչ սիրուն երանք ես վերցրել մազերից սիրելիս, դա քեզ այնպես ես ասում։ Գիտես, ասա մի հատ վտանգավոր բան ասեմ քեզ։ Ասա դու չասես, դու չնկատես, իր գոլեգաներից մեկը նկատելու է։ Ու ասելու է։ Ու իր աշկին ավելի ուշադիր է լինելու ինքը։ Սիրելի քուրիկներ ջան, մի հատ մեծ խնդիր ասեմ։ Հատկապես քուրիկների համար։ Եթե ամուսինդ գալիս է տուն, երեկոյան ինչ որ ուրիշ աշկերով է քեզ նայում։ Մի ասա հոգնած եմ, հավես չունեմ, հոգեպես պատրաստ չեմ։ Գիտես մեկ-երկու կասես հոգեպես պատրաստ չեմ։ Ձեր կողքի հարևանուին 3 տարի է հոգեպես պատրաստ ստարտ սպասում է։ Հա, ստարտի վրա կանգնած է։ Հա, ես իրական բաներ եմ ասում։ Ինքը ստարտի վրա կանգնած է, դու հասկացեք, մանավանդ հավատացյալները գիտեք ոնց են մտածում։ Մեկը մարդս հավատացյալ է, աչ ու ձախ չի անելու, քեզ է թվում։ Գիտես քանի հատ հավատացյալ ընտանիք գիտեմ քանդված։ Գիտես ինչքան եղբայրներ, հովիվներ անգամ եկել են մոտս լացել են, որ կինը իրանց հեռու է պահում։ Կամ գնալու է այն պիոներների ժամանակ հիշում եք, ասում ենք միշտ պատրաստ, ով որ պիոներ է եղել։ Կամ գնալու է միշտ պատրաստ հարևանուհուդ մոտ։ Կամ գնալու է ինչ որ պիղծ սայտեր մտնի ու իրան պղծի։ Ինքը իրան պղծի, որովհետև դու հոգեպես պատրաստ չես։ Պողոս Արաքյանն ասում է իրար մի զրկեք։ Դու քո վրա իշխանություն չունես, դու քո մարդու սեփականությունն ես։
Նույնը վերաբերվում է եղբայրներին։ Դու քո կնոջ սեփականությունն ես, դու իշխանություն չունես քո մարմնի վրա։ Իրար մի զրկեք։ Բայց ես ախր չկա, բայց ես էլիս։ Ցան տանիքա կամ դու պետք է տակացնես, կամ պետք է շփես տականա, կամ էլ սա արելու է գնա։ Այն տերն ու ծառայի մեջ հիշում եք, որ պայմանավորվածություն կար, չէ՞, ասում են, ես բարկացել ես։ Ով բարկանար պարտվելու էր, հիշում եք այդ պատմությունը։ Հիմա տեր ու ծառայի նման կարաս ասես, ես հենց տեն մեզ մի բան ինչ ասա, ես ոնց որ բարկացել ես, ոնց որ սառել ես, հա? Արի շփեմ տականանք։ Արի մի բան անենք, արի հենց հիմա թող գործը, թող ճաշը, հենց հիմա հակնևի գնում ենք մանգալու։ Ուր ենք գնում մանգալու։ Ուրիշ երկիր, եթե հնարավորություն ունես։ Մեկ-մեկ նենց սուրպրիզներ արա, թող ինքը զարմանա այդ ում է ինքը ընտրել։ Հա մեկ-մեկ նենց բաներ արեք։ Մանավանդ եղբայրներ ջան, քուրիկները սիրում են տենց անակնկալներ։ Աննան ստեղ չի պատմեմ։ Մենք դե Աննան ինձ վստահում է, գիտեք ոնց, ասենք որ հիմա ասեմ Աննա, մի ամսվա վեշ շորեր հավաքի տեղ են գնում, ուր ասեմ տեղ էլ չի հարցնի, մենակ կհարցնի տակ տեղա, թե ցուրտ տեղա, որ իմանա ինչ շորեր հավաքի։ Հիմա Իսպանիային կանչել ծառայության մեր ռուսական եկեղեցուց, գնացել ենք, այնտեղ ենք մնում, հենց հյուրանոցը սահմանի վրա է Ֆրանսիայի։ Հիմա ծառայությունները բրցել է այդ օրը հանգիստ ենք, ասում եմ Աննա ջան, ես Իսպանիայում քեզ շատ եմ սիրում, շփտում է, լավ է։ Նստեցինք մեքենան, հիմա քշում եմ Ֆրանսիա, բայց ինքը խաբար շատ է իմանում ուր ենք գնում։ Եկանք հասանք, ասենք սահմանը անցանք, եկանք մի հատ ծովի ափին, մի հատ կաֆեում նստեցինք, ասեմ Ան ջան, Ֆրանսիայում եմ քեզ շատ սիրում, դե ոչ սահման կա ճամփին, ոչ միտեղ նշաններ չկա, դա գիտեք ազատ է, բայց որտեղից իմանա։ Բայց ասեցի տանեմ հասցնեմ Ֆրանսիա իրան, որ ընդեղ էլ ասեմ Ֆրանսիայում եմ քեզ շատ սիրում։ Երբ որ ասեցի մենք արդեն Ֆրանսիայում ենք, տեսնեիք իր ժպիտը, այսինքն մարդը տենց էլ չհասկացա, ոնց իր ամուսին իրան բերեց հասցրեց Ֆրանսիա, ընդամենը մի 100 կիլոմետր քշել եմ, բան չկա։ Բայց այնքան ուրախ էր։ Ես դժվար չի, հա, ուրախացնել սուրպրիզները, որ ինքը չէր սպասում քեզանից։ Հետո ամոթ չի ասես քեզ շատ եմ սիրում։ Էլի եմ ասում, լիքը հարևանուհիներ կան զգուշ եղի։ Հա կամ դու պիտի աչալուրջ լնես, կամ լուրջ հարևանները լուրջ քայլերի կդիմեն։ Հա։ Տեսնում ես մի բան են չի, խոսացեք, շփվեք իրար, տաքացրեք իրար, բաժանությունը լուծում չի սիրելիս։ Մեզ արգելվում է բաժանել։ Աստվածաշունչը ընդհանրապես չի թողում բաժանել։ Եկեղեցիներ կա, գիտեք կաթոլիկ եկեղեցում արգելված է բաժանվել օրինակ։ Ոչ մի պարագայում չի կարելի բաժանվել։ Չի կարելի ու վերջ։ Բայց շաբաթը մեկ բաժանվում են, գիտեք ինչ են անում։ Ասում են մի անգամ ես ամուսնանում։ Հենց որ ուզում է բաժանվի, իր ամուսնությունը չեղյալ են համարում Աստծո առաջ, նորից ամուսնացնում են, ասում են մի անգամ ես ամուսնացել, բաժանվել չի կարելի։ Քանի անգամ ուզում ես գնա, բաժանվել չի կարելի։ Հինը չեղյալ են անում, նորը դարձնում են նոր իսկական ամուսնություն։ Արդեն տուն-տունի կա դարել, մարդկանց պահանջներից էլ չգիտեն ոնց բավարարեն։ Բայց բաժանություն չի կարելի։ Մաղաքիայում գիտեք ինչա գրած, Մաղաքիա 2:15։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին եւ ձեր երիտասարդության կնոջ հետ անհավատարիմ մի եղեք, որովհետեւ ես ատում եմ ապա հարզանա, ասում է Իսրայելի Տեր Աստվածը։ Աստված ասում է անհավատարիմ եղեք, ես ատում եմ ապա հարզանա։ Աստված ուրիշ ստանդարտներով անայում, երբ որ դու ամուսնանում եք, երբ որ դուք ուխտ եք անում, երկնքում արդեն գրանցվում է Վարդուհին ու Սիմոնը ամուսիններ են։ Ինչ ուզում անեք, եսի չի ջնջվում։ Սա չի ջնջվում, հասկանում եք, երկնքում մարդը թողի իր հորը մորը, կհարի իր կնոջը, երկուսը մի մարմին կդառնան։ Մի մարմին։ Ու երբ որ բաժանվում եք, մենակ երկրի վրա ճղվում եք դուք։ Ճղվում եք, հասկանում եք, կապը ճղվում է։
Դրա համար է ցավոտ։ Դրա համար գիտես, ինչ ուզում ես արա, երբ որ մարդիկ բաժանվում են, մեկը ամբողջ կյանքում այն իր ամուսնուց կամ կնոջից մի բան մնում է մեջը։ Նրանից լիքը ինչ որ մասնիկներ, իրադարձություններ, շարժումներ, ինչ ուզում ես, լիքը բաներ հետը գնում է, որովհետև չես կարա, չէ, երկու գույնի ներկը լցնես միտեղ, կարմիր ու կապույտ լցնես միտեղ, հետո ասես, վայ շփոթվեցի, սպասի հետ խառնեմ։ Բրծավ։ Արդեն նոր գույն է ստացել։ Սա նոր գույն է։ Ինչքան ուզում ես հետ խառնի, մեկը չես կարնելու մաքուր կտրես։ Աստված ուրիշ ձևով է նայում, դրա համար ասում է զզվում եմ բաժանությունից։ Ես ատում եմ ապահարձանա։ Մի հատ թագավոր կար, որպեսզի պատկերացնեք, հա, Աստծու մտածելակերպը։ Մի հատ թագավոր կար, Դավիթ անունով, բոլորս գիտենք։ Ուրիշի կնգան հերվից դուր եկավ, ճիշտ սխալ ժամանակին սխալ տեղում հայտնվեց, տեսավ դուր եկավ, կանչել տվեց, թագավոր էր։ Այդ աղջիկը շնության մեջ ընկավ, այդ աղջիկը մարդուն տանել տվեց, սպանել տվեց, մտածեց ամեն ինչ լավ է, իր շնությունը օրինականացրեց, այդ կնգնոջը դե մարդը մեռել է, այրի է, բերեց իրան կին սարքեց, տեսեք ինչքան բան է փոխվել։ Հետո իրանից Սողոմոնը ծնվեց եւ այլ, ոնց որ ամեն ինչ օրինականացել է, չէ սիրելիս։ Ուզում ես կարդամ տենաս ինչ ասում Աստված։ Արդեն ամեն ինչ օրինականացել է, Դավիթը Ուրիան մեռել է, այդ մարդը, առաջվա մարդը մեռել է, սպանել է տվել։ Այս իր կինն է, օրինական, բոլորի աչքի առաջ բերել է, հետո օրինական ամուսնացել է։ Ամեն ինչ լավ է, երեխա ունի արդեն Սողոմոն, Աստված օրհնել է, ասում է, ես էլ քեզ թագավորություն։ Ամեն ինչ լավ է։ Ինչ է, մտածում ենք պլստած, մտածում ենք հա, վсё։ Այս Բերսաբյան Դավիթի կինն է, բարև ձեզ։ Աստծու մոտ բան չի փոխվում։ Ուխտը տարեցիր, Աստված երկնքում գրում է, պրծավել, բան չի փոխվում։ Կարդամ տեսնես ինչ եղավ։ Դավիթից անցել է 1000 տարուց ավել։ 1000 տարուց ավել անցել է։ Մատթեոս ավետարանը Հիսուսի ազգաբանությունն է գրում, գիտես ինչ է ասում։ Մատթեոս 1:6 Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից։ Իրա կնոջից չէ։ Պատկերացնում ես, անցել է 1000 տարի։ Դավիթը արդեն ամուսնացել է իր հետ։ Արդեն Բերսաբեն իր կինն է, երեխեք ունենում Բերսաբեից։ Բոլորը գիտեն Թագուի Բերսաբենը, որովհետև Դավիթի կինն է։ 1000 տարի անցել է, Մատթեոսը գրում է Հիսուսի ազգաբանությունը, ոնց է եկել։ Դավիթը Սողոմոնին ծնեց, ունեցավ, հա, Ուրիայի կնոջից։ Իրա կնոջից չէ։ Ուրիշի կնոցից է ունեցել իրան։ Հասկանում եք, Աստված չի մոռանում։ Աստծու մոտ ամուսնությունը շատ կարևոր բան է։ Մենք մեկ գիտեք, այս աշխարհը այնքան է թեթևացրել, մենք թեթևեն նայում ենք։ Երբեք քո ամուսնությանը թեթև չնայես, ուրիշ տարբերակ չունես։ Հիմա կասես, բա այս արդեն երկրորդ անգամ եմ ամուսնացած, հիմա ինչ անեմ։ Կամ արդեն բաժանվել եմ, ինչ անեմ։ Եթե բաժանվել ես ու հնարավորություն ունես վերականգնես ընտանիքդ, ընդհանրապես Աստվածաշունչը թողում է բաժանվել մի քանի տարբերակով մենակ։ Առաջի հերթին ասում է Պողոս Առաքյալը, եթե ամուսինը մահանա, ազատ է ամուսնանա։ Այսինքն եթե մնացել ես մենակ, ամուսինդ կամ կինդ մահացել է։ Մյուս դեպքում ասում է, եթե շնություն է գործել։ Այսինքն եթե շնություն է գործել դիմացինը, դու ազատ ես։ Հա? Մի ուրիշ մենք տարբերակ ասում ենք, եթե մարդը, ասենք, մահվան մակարդակի բռնություն է անում, ասենք, ամուսինը, չգիտեմ, հարբում է, ծեծում է, բռնություն է անում, ոչ թե մի հատ խփել է, ես բաժանվում եմ, ոչ։ Չէ, եթե իրոք կյանքի վտանգ կա, որտեվ ամուսիններ կան այնքան են ջարդում, գիպս են դնում այդ կնոջը, ուղեղի ցնցումների մեջ է, սրա մասին չեմ ասում։ Եթե տենց վտանգ կա, կարաս բաժանվես, հա։ Կամ էլ մի տարբերակ էլ ասում Աստվածաշունչը, եթե զույգդ անհավատ է ու չի ուզում քո հետ ապրի, չի ուզում Աստծու պատճառով, որովհետև դու հավատք ես ինքը անհավատ է, չի ուզում ապրի, ինքն է ուզում գնա, ոչ թե դու ես ասում, հա դե ինքը անհավատի հարբեցողի մեկն է, չի ապաշխարում, ես բաժանվում եմ։ Այս ժամանակները կարելի է բաժանվել, թողում Աստված։
Բայց էլի ատում է ապահարզանը Աստված։ Հա, որովհետև մի հատ լավ խոսք կա, հա, Աստվածաշնչի մեջ։ Ասում են ինչ որ Աստված Հիսուսի խոսքերն է։ Մարկոսի 10-րդ գլխում է։ Ասում է, բայց ստեղծագործության սկզբից Աստված նրանց արու եւ էգ արեց։ Գիտես, մինչև այսօր ոչ մի բան չի փոխվել։ Արուն արու է, էգը էգ։ Բան չի փոխվել։ Ինչքան էլ ուզում է սերերը փոխեն մարդիկ, ինչքան էլ ուզում է ներկայանան ուրիշ ձև, բան չի փոխվել։ Հիսուսն ասում է ստեղծագործության սկզբից Աստված արու եւ էգ արեց։ Ու շարունակում է Ադամի խոսքերը։ Սրա համար մարդը իր հորը մորը կթողի ու իր կնոջը կհարի եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այնպես որ այլևս երկու չեն, բայց մեկ մարմին։ Ասեք ինչքան պարզ է ասում Հիսուսը։ Այլևս երկու չեն։ Գիտես ինչ է նշանակում երկու չեն։ Ինչքան շուտ ես հասկանում, որ երկու չեք, այնքան երբևիցե տեսել ես քո երկու ձեռը իրար հետ կռիվանեն։ Այս մեկը ասի դու շաուրման ես տամ բերանին, այն մեկը ասի չէ ես։ Ես բանանը ավելի լավ եմ բռնում, չէ ես։ Երբևէ եղել է քո երկու ոտը իրար հետ կռիվանեն, թող ես առաջինը գնամ, չէ ես։ Գիտես ինչի չեն գնում, որովհետև այդ երկու ոտը մի մարմնի մեջ են։ Երբ որ մարդուկին սենց են նայում իրանց կյանքին, իրանք մեկ են, էլ ամբիցիաները մեռնում է, էլ չես ուզում իրան բան ապացուցես, ես ճիշտ եմ, դու սխալ ես, քանի դեռ չես հասկանում, որ ասում է այլևս այս Հիսուսի խոսքերն է, ասում է այլևս էլ երկու չեն, մեկ են, երբ որ հասկանում ես, որ մենք մեկ ենք, գիտես ինչ ես հասկանում, այս մարմինը հենց հասկանում է, այս երկու ձեռը, որ մի մարմնի են, այս երկու ոտը հենց հասկանում են մի մարմնի են, այս երկու աշկը երբ հասկանում են, այս մի մարմնի համար են աշխատում։ Նեն չի, որ մի աշկը աչանայում, մի աշկը ձախ, հետի խնդիր արդեն։ Հա? Երբ որ հասկանում եմ այս ամեն ինչը, գիտես ինչ է տեղի ունենում, ամբողջ իմ մարմինը մի բան է հասկանում։ Մենք բոլորով իրար հետ պիտի աշխատենք, որ մարմինին լավ լինի։ Ոչ թե ձեռին, ոչ թե ոտին, աշկին, մարմնին լավ լինի։ Երբ որ մարդուկին հասկանում ենք, որ մենք պիտի իրար հետ աշխատենք, որ մարմնին լավ լինի։ Այն ժամանակ երեխեքներն են իրանց տեղը իմանում։ Երեխեքը ուժեղ մանիպուլյատորներ են։ Իրանք կարան ձեզ կռվացնեն իրանց շահերի համար։ Մաման սենց ասեց, պապ։ Աղջի լարի խես տենց ասել։ Ու գնաց։ Երեխեքը ուժեղ մանիպուլյատորներ են, մի թողեք խցկվեն ձեր մեջ։ Մեկը փորձելու են։ Ես հիշում եմ փոքր աղջիկս երևի մի 4 տարեկան էր երևի 5 ամենաշատը։ Ամեն ինչ արեց, որ ես իր ուզածով անեմ։ Ես էլ Աննային էի պաշտպանում։ Տեսավ էլ ճար չկա, 5 տարեկան երեխա։ Բայց մի 30 տարեկանի հետ մտածում է, էլի։ Տեսավ ճար չկա, պապային չի կարում համոզի, շուռ եկավ ինձ սենց արեց։ Ես Աննայի կողմն էի պաշտպանում, ինքը ուզում էր որ իր կողմն անցնի, սենց արեց։ Պապ, ախր ես քո արունն եմ, մաման քո արունը չի։ Հասկանում եք, երեխեն ամեն ինչ կհորինի։ Հա պատկերացնում ես, չէ՞, մի անգամից հասկացել է, տեղ կա, որտեղ ես առավելություն ունեմ, չունես։ Անգամ եթե իմ արունն ես, ինքը իմ կեսն է։ Ես կարամ մարդկանց արուն գնամ տամ օգնություն, բայց կեսս չեմ կարա տամ։ Չեմ կարա ճղեմ կեսս տամ ինչ-որ մեկին։ Հասկանում եք, արուն ինչքան ուզում ես կտամ, դոնոր կլնեմ։ Ուզում արունը տնեմ, ուզում արունը չլնեմ, բալիկ ջան, դու վաղը գնալու ես քո կեսը գտնես, իմ կեսի հետ գործ չունես։ Այս դիրքից պետք է խոսաս երեխեքիդ հետ։ Հա? Եթե կարացել են մտնել քո ու ամուսնուդ կամ կնոջը տարանքը պրծավ։ Ամբողջ կյանքը այտենց մաման թողել է գնացել եմ, բայց ես ասել էի չէ, մաման թողել է։ Պապան տվել է, որտեղ ում պետք է մանիպուլյացիա անելով իրանց գործը առաջ են տանելու։ Բայց որ հասկանում են ձեր մեջտեղը մտնել չի կարելի, ձյա։ Բան է փոխվում։ Հասկանում են, էսի ամուր ընտանիքա, հետո գիտես նայում սովորում են, վաղ իրանք էլ են տենց ընտանիք կազմում։ Որ տեսնում է քո մոտ կաշա է,
Վաղ ինքն էլ է մտնելու կաշայի մեջ, մտածի թե դա է ճիշտ ձևը։ Դրա համար սիրելի զույգեր ջան, սիրելի ամուսիններ ջան, այս ընտանիքի օրենք նշում, լավ, սենց ասեմ, նենց արեք թող այդ ընտանիքը կայուն լինի։ Տեսնում եք խնդիր կայել եմ ասում, տեսնում եք սարելա, շփեք թող տականա։ Հա? Շփեք թող տականա։ Մի հատ պատմություն կար, մի հատ շատ հայտնի հաց կանդիտեր է բանում Գերմանիայում, պապիկ, չգիտեմ, երևի արդեն մահացել է։ Մահացած կլինի։ Ինքը պատմում էր, որ 40-ական թվականներին հրեա է ինքը։ Գերմանիայում, որ իրանց ոչնչացնում էին, այդ որ հիշում եք, հա, Հոլոկոստը։ Հոլոկոստի ժամանակ իրանց երևի մի 50-100 հոգի հրեաների մտցնում են պոեզի վագոնը, այսինքն շատ, մի քանի հազար ներողություն։ Ուղղակի իրանց վագոնում են այդքան լինում։ Այդ պոեզի վագոններն են լցնում, որ տանեն եսիմուր, ինչ որ պատճառով, որ տանում են եսիմուր։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, իրանց մտցնում են վագոնները, բեռնատար վագոններ առանց ապակիների, ու դռները փակում են ու չի շարժվում վագոնը։ Մնում է կանգնած, ձմեռվա կեսին, -20 դուրսը։ Անցնում է ժամ, 2 ժամ, չի շարժվում։ Հետո պարզվում է, որ այդ վագոնները չեն շարժվելու։ Այս երեխան ինքը փոքր երեխա է լինում, այս պապիկը պատմում էր արդեն, երբ որ ինքը պապիկ էր, շատ հայտնի միլիարդատեր Գերմանիայում արդեն կանդիտեր։ Պատմում ասում է, մութ էր վագոնի մեջ, իմ կողքը մեր հարևան պապիկն էր։ Ես նկատեցի, որ իր ձեռները լրիվ սառել է։ Արդեն սառել է պապի ձեռները ցրտից, որովհետև -20 դուսը այդ վագոնի մեջ նստած ենք, ոչ նորմալ հագնված։ Ասում եմ, ես սկսեցի իր ձեռքերը տաքացնել։ Շփեցի, տաքացավ, ձեռքերը տաքացրեցի։ Ասում եմ, հետո ոտերը սկսեցի շփել։ Ամբողջ գիշեր, ասում եմ, ես շփել եմ իրան, որ տաքանա ինքը, որովհետև ասում եմ, սառում էր։ Գիտեք ինչն է ցավալին։ Ասում եմ, առավոտյան, որ լույսը բացվեց, այդ վագոնի ծակերից արևը որ խփեց։ Ես տեսա, որ մեր վագոնում բոլորը սառած մահացած են։ Մենակ ես ու ինքն էինք սաղ մնացել։ Ես իրան էի տաքացրել, ինքը ինձ էր տաքացրել այդ շփումով։ Հասկանում եք, այսօր այս աշխարհը շատ սառն է։ Ինքը ամեն ինչ անում է, որ կործանի։ Հատուկ այդ մարդկանց դրել էին վագոնները, որ սպանեն։ Սառը, ցրտին, սառնամանիքին, որ ուղղակի ցրտարվեն մահանան։ Այդ մարդը իր ասում է, ես իրան տաքացրեցի, այդ շփումից ես էլ տաքացա ամբողջ գիշեր, ես էլ չմահացա։ Ու ինքը հայտնի մարդ էր դառել։ Դրա համար սիրես, եթե ինչ-որ բան ընտանիքում սառում է, մի նեղվի, մի ուշարի տուն, որովհետև գալիս ես այդ նույն դեմքերն ես տեսնում, պայքարի ընտանիքիդ համար։ Ամեն ինչ արա, որ ընտանիքումդ լինի տաքություն, ջերմություն։ Դժվար է։ Ինչքան երկար եք ապրում, կարող է ավելի դժվար դառնա, ավելի շատ հոգսեր լինեն, բայց պիտի պայքարես, ոչ մեկ քո տեղ չի պայքարելու։ Նենց արա, որ քո ընտանիքում երբեք ջերմությունը չգնա։ Ջերմությունը գնաց ուրիշ տեղից օտար կրակ մտնելու տակ հասնի։ Հա, սատանան քնած չի։ Ամեն ինչ արա։ Դու իրան կտաքացնես, ինքն էլ քեզ կտաքացնի։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, արի ոտքի կանգնենք։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ աղոթենք։ Բայց մի բան եմ խնդրելու քեզ, մինչև աղոթելը։ Եթե ձեր մեջ լարվածություն կա, խնդրեմ այսօր, եթե կինդ կողք կտա կամ այսօր ամուսինդ կողք կտա կամ երեկոյան տեսնելու ես, եթե Հայաստանում ա դու ստեղ ես կամ ինչ-որ մի տեղ ա, գոնե հեռախոսով, բայց զանգես, եթե կողք կտա անպայման երեկոյան, մի հատ իրար հետ խոսակ, իրարից ներողություն խնդրեք։ Եթե մի բան է ինչի ձեր մոտ, եթե մի բան սառել է, ու իրար հետ անկեղծ եղեք։ Ներողություն խնդրեք իրարից, մի հատ գրկեք իրար, ու իրար հետ անկեղծ եղեք։ Նայեք, դուք իրարից բան չունեք թաքցնելու, իրար հետ կիսելու բան չունեք։ Ձերը սաղ մեկ է, մի հատ եք դուք։ Դուք մի հատ եք, ինչքան շուտ ես հասկանում, այնքան ջերմությունը գալիս է նորից տուն։
Ինչ ուզում ա լինի, իր նմանը չկա։ Ամեն ինչ մենակ քթի ֆորմայի մեջ չի, կներես, աշկերի գույնի մեջ չի, իր նմանը չկա, ինքը քո կեսն է։ Աննորմալ կլներ, եթե ես գնայի ասեի, գիտեք, ես մատս ժամանակին մնացել է պոեզի գնացքի վագոնի դռան տակ, 90-ական թվականներին, ու մի քիչ տափակ է աճում եղունգս։ Գիտեք, աննորմալ կլներ, ես գնայի ասեի, ես մի եղունգս դուրս չի գալի, մատս կդրում եմ։ Այս իմ մասնիկն է, ես իր հետ գնում եմ, արդեն ընկերացել եմ հետը։ Ասում հայ իհարկե դու պիտի անպայման ուղիղ աճես։ Բոլորս ես կլորիկ են դու ուղիղ ես գնում, գնա։ Ընկերացել եմ հետը, գիտես ինչի, իմն է։ Ինքն էլ սենց է։ Հա բայց այն կողքի հարևանի մատն են սիրուն է, իրենն է, ճուժոյ, ուրիշինն է, փուշա, գործ չունես։ Հա այս քո մատն է, քո տունն է, քո ընտանիքն է, քո կեսն է։ Դրա համար խնդրել եմ այսօր իրիկուն, եթե հնարավոր է, այն որ Պողոս Արաքյալը գրում է, ծերունի Պողոսից ասածը անես, հիմա ծերունի Գորիս ասածը անես, եթե հնարավոր է, այսօր բարձին խռոված գլուխ չդնես, էլի։ Բարձին խռոված գլուխ մի դիր։ Ես որ նոր էի ամուսնացել, իմ մեջ որոշում էի կայացրել։ Անկախ նրանից ինչ կլինի, ես չեմ քնելու նեղացած։ Չեմ քնելու, դա որոշում էր։ Անցել էր մի 10 տարի, մի օր հովվականի ենք, հովիվն ասեց, դե ընտանիքը ամեն մեկի տանն մարդ կա ստեղ, բոլորն էլ կռվում են, մարդ կա, որ գոնե մի գիշեր կռված չի քնե։ Գիտեք, ձեռս ինձ բարձրացրեցի, մի կե նայեմ տենամ մենակ եմ։ 10 տարի էր անցել։ Ասես մարդ կա, որ մի 10 տարի, թե 20 տարի, չի ինչ-որ թիվ ասեց, բայց ես մեջն էի, 10 տարի էր ոնց որ ասեց, որ այդքան տարի ապրել են ու ոչ մի գիշեր խռոված չեն քնե։ Ասես ձեռս բարձրացրեցի ու նայեցի, ու գիտեք ինչ հասկացա։ Նեն չի որ իրանք վատն էին։ Ես առաջի օրը ուխտ էի արել։ Ոչ թե նենց ուխտ էի արել, ուղղակի որոշում էի դաժե կայացրել։ Հատուկ չէի կանգնի առաջ Աստծո ասեի ուխտ եմ անում։ Ասեցի Տեր Աստված, ես որոշում եմ հանգարց խռոված, այդ որոշումը օգնել էր։ Անկամ այն իրավիճակները, որ զույգ եք, խոսակցություններ կարող լինի։ Այդ իրավիճակում անգամ ինչ խոսակցություններ ուզում ա լինի, նենց եմ արել, որ հանգարց խռոված չքնենք։ Որ բարձին գլուխը չդնեմ ու ասեմ վաղ առավոտ շուտ վեր կանամ գնամ գործից, завтрակը իր ինձ պետք չի։ Ես կգնամ ուրիշտեղ ձվածեղս կուտեմ, գիտեմ որտեղ են լավ պամիդորով ձվածեղ տալիս։ Չէ, սիրելիս, այսօր իրիկում բարձիտ հարցերը լուծում ես։ Հա? Մեր հայկական ադաթի մեջ մի հատ մի կողմից ոնց որ անեց կլինի, ասում եմ մի բարձի ծերանակ։ Ոնց որ այնքան աղքատելնեք, սկի բարձ չունենաք երկու հատ, մի բարձի վրա քնեք, էլի, որովհետև դες միևնույնն է, ուզում ես հանգիստ քնես, չէ՞, ոչ մեկ քեզ չկպնի, հանգիստ քնես քո համար։ Մի բարձի վրա ոնց ծերանան երկու հոգի, խանգարում են իրար, բայց մյուս կողմից էլ խորը իմաստ ունի, որ այնքան ջերմ լնեք իրար հետ, որ քնած ժամանակ անգամ իրարից կպած քնեք։ Հա, այս խորը իմաստ ունի։ Իրիկունը հիշում ես բարձի պահը, հա։ Եթե կարելի է, չեմ ուզում ստիպեմ, բայց նենց արա, որ հանգիստ խաղաղ քնես։ Հա։ Գնա տես ինչն է պակաս, շփվեք թող տականա։ Տար, մի տեղ տար, մի բան առ, լավ գիտես իրա թույլ տեղերը, չէ։ Այն նենց արա, որ այդ թույլ լարերին կպնես իրա, լավ։ Բայց հիմա աղոթելու ենք։ Աղոթելու ենք, ես ուզում եմ դու քո մեջ հիմա ներողություն։ Եթե ինչ որ բաներով քո կողակցին նեղացնում ես, ուզում ես ցույց տաս, որ դու իրանից ուժեղ ես, խելոք ես, ավելի լավ ես կյանքից հասկանում, ամեն անգամ փորձում ես ինչ որ ձևով քո առավելությունը ցույց տաս։ Հիշի սիրելիս, քո առավելությունը, քո միակ առավելությունը, քո ամուսնուդ կամ կնոջդ հետ հարաբերությունում, միակ առավելությունը է նա, թե ինչքան կարաս դու իրան բարձրացնես քեզանից։ Էդի է քո առավելությունը։ Ուզում ես առավել լնես, պիտի իրան բարձրացնես, հենց իրան գցեցիր դու ցածր ես իրանից, հա, հենց իրան գցեցիր, ինչքան բարձրացրիր, այնքան առավել ես, հա, դրա համար ուզում եմ այսօր աղոթքի վաղ ներողություն խնդրես, աղոթքի ժամանակ, մեզ դիտողներին էլ կխնդրեմ, եթե ինչ-որ ձևով մեկին նեղացրել ես քո զույգին, քո ամուսնուն, ես խնդրելու եմ, ներողություն խնդրես մի հատ, Աստծո առաջ հիմա, ասես Տեր ջան, կներես մի քիչ ճիշտ չէի, կոպիտ էի, ու հետո աղոթենք, օրհնենք ձեր ընտանիքները, լավ։ Երկնային արքա, մենք քո առաջ ենք բերում մեր տները, մեր ամուսնությունները, Տեր խնդրում ենք,
Ներես, եթե ինչ-որ հարցերում ճիշտ չենք եղել, միգուցե անփույթ ենք եղել, միգուցե անփորձ ենք եղել, միգուցե ինչ-որ ամբիցիաներով ենք եղել, եթե ինչ-որ հարցերով մենք ցավացրել ենք մեր կողակցին, ուզեցել ենք իրան իջացնելով բարձրանալ, խնդրում ենք ներես Տեր։ Ներես Տեր արքա, հեռացնես մեզանից այդ ամեն սխալ այդ հպարտությունները, այդ ինքնասիրահարվածությունները Տեր։ Օգնես ամեն մեկիս Տեր արքա։ Օգնես ամեն մեկիս գիտակցի ինչքան թանկ է քո առաջ ընտանիք բառը Տեր։ Ինչքան թանկ է, երբ որ երկուսը մեկ են դառնում Տեր։ Խնդրում ենք Տեր, քանդե սատանայի ամեն ծրագրեր մեր ընտանիքներից։ Թող քանդվի այն ինչ որ սատանան փորձում է կառուցի ամեն մեկի տան մեջ Հիսուսի անունով, թող Տիրոջ միաբանության հոգին, Տիրոջ ներկայությունն ու զորությունը իջնի ամեն մեկի տան վրա Հիսուս Քրիստոսի անունով, խաղաղ, օրհնված, Աստծով լցված ընտանիքներ Հիսուսի անունով, ամեն, 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 փառք Տիրոջը, եւ մինչեւ կհարցնեմ նորերին, թե ովքեր են այսօր նոր երկու բառ ուզում եմ ասեմ երիտասարդներին։ Սիրելիներս, ուշադիր եղեք ինչ ընտանիք եք կազմում։ Դա մի անգամ է ու մինչև վերջ։ Հա, մի շտապեք, մի մտածեք, դե լավ փորձեմ կստացվի, չէ։ Փորձ չկա։ Ընտանիքը փորձադաշտ չի։ Ընտանիքը հավիտենական տարածք է։ Ես կարդացի Եվ Սողոմոնին Դավիթը ծնեց Ուրիայի կնոջից։ Հա? Ուշադիր եղի, ում ես ընտրում։ Ընտրելուց էլ իրար այդ մաքուր ջերմ ճիշտ հարաբերություններ պահեք մինչև կամուսնանաք։ Սուրբ եղեք, մաքուր եղեք։ Մի փորձեք նմանվել այս աշխարհին։ Մենք մի լավ վեպ ունենք Գևորգ Մարսպետունին, սա էլ ասեմ ու հետո կանչեմ նորերին առաջ։ Գևորգ Մարսպետունու մեջ տղայի անունը Գոռա։ Եվ երբ որ Գոռիշխանը հանդիպում է իր սիրած աղջկան, այնքան ուժեղ պահ է, Գոռը հանդիպում է շահանդուխտին ճանապարհի վրա տուն գալուց, իջնում է որ իր սիրած տղային տեսնի, որովհետև շատ է սպասել, հա գործերի մեջ է, քաղաքն է, պաշտպանությունն է անում, այդ հարցերն արություն չի տեսնում։ Սիրահարված զույգ պատկերացրեք, իջել է իր ընկերոջը տեսնի, երկու բառ զրուցում են, տղան ձեռքերը բարձում է Գոռը, որ գրկի, ուղղակի կարոտել է։ Գիտեք ինչ ասում է այդ աղջիկը։ Ասում է ոչ, Գոռ։ Իշխանազուն երիտասարդը պիտի պաշտպանի իր ապագա կողակցին։ Այստեղ շշում է, ասում է, այսինքն, ասում է դու հիմա ինձ պիտի քեզանից պաշտպանես։ Մի կպիր ինձ ասում է, հələ շուտ է որ դու ինձ գրկես, կամուսնանան կգրկես։ Ասում է դու ինձ որպես տղամարդ պիտի քեզանից պաշտպանես։ Անկամ եթե ես թույլ գտնվեմ, դու պիտի թույլ չտաս։ Ոնց որ դու քո մեջից դուսարի կանգնի կողքը ու հենց քեզ թույլ մի տու, որ իմ հանդեպ ավել քայլեր անի։ Հա, դրա համար սիրելի եղբայրներ, մեզ դիտողներ, ավել քայլեր մի արեք սիրելիս, քանի դեռ ուխտի մեջ չեք մտել, որ ձեր ուխտը օրհնված լինի։ Տեր օրհնի քեզ, փառք Աստծուն, սիրելիս։ Ծառայությունից հետո չմոռանաս, եթե ժամանակ ունենաս, հնարավորություն կա, վերցրու կնոջդ գնացեք, մի քիչ մանեկեք, եղանակները լավը։ Միտեղ կնստեք, մեկ էլ կարևոր բան, որ գնում ես միտեղ նստում ես հաց ուտելու, այն ձեռիդ այն կնոպկաներով բանը քդ անջատի, հա, անջատի մի կողմ դիր, այդ մի ժամը գոնե իրանց հետ տեղի, 4 ֆուռ մինիմում պետք չի, այդ մի ժամը այդ ֆուռը կսպասի, ընտանիքիդ հետ տեղի, էլի գնամ փոքր աղջկաս, ես որ մտնում եմ տուն, մեկ էլ դնում եմ նկատում եմ, որ մի 3-4 ժամ ինձ զանգ չի գալիս, հետո պարզվում է ինքը հեռախոսս վերցել է, ձայները բոլորը անջատ է, տարել է հեռախոսներս պահել է, որ կոնե մի քիչ հետը շփվի, հա, շփվեք ձեր ընտանիքների հետ, լավ, շփվեք, շատ կարևոր է սիրելիս, հա, ուշադրություն դարձրեք իրանց։ Տերը օրհնի քեզ, մինչև մեր ծառայությունը կավարտենք, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ինչպես որ ամեն շաբաթ եմ հարցնում, կա մարդ, որ առաջի անգամ է, այսպիսի եկեղեցում դեռ չի եղել, կյանքը դեռ Տիրոջը չի տվել, եթե առաջ դու ես
Պարզի ձեռքդ ողջունենք քեզ։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Ես տեսնում եմ տարբեր ձեռքեր, մի բան եմ խնդրելու։ Այսօր քորնա սիրելիս, ես իջնելու եմ ներքև, խնդրում եմ դու էլ իջնես։ Քո տեղից արի առաջ, եթե առաջի անգամ ես կյանքը ջրչես տվել Տիրոջը։ Այսօր քո աղոթքն է, քո օրն է։ Խնդրելու եմ արի մենք իրար հետ մի կարճ աղոթք անենք, լավ։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Եկեք առաջ, եկեք ես սպասում եմ։ Եթե մեզ համացանցով եք նայում եւ առաջի անգամ եք նայում, դեռ Տիրոջ հետ հարաբերություններ չես սպարզել, խնդրելու եմ մեր հետ աղոթես այս աղոթքը։ Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի շատ, Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ։ Օրհնված լինեք։ Տեր օրհնի ձեզ։ Եկեք ծափարենք իրանց։ Հրաշքը օրհնված լինես։ Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի ձեզ։ Пусть Господь благословит вас. Пусть Бог благословит вас. Бог благословит вас. Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված օրհնի։ Օրհնված ելնես հրաշք։ Տեր օրհնի ձեզ։ Տիրոջ օրհնությունը հետդ լինի։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, սիրելիներս, փառք Տիրոջը ձեր համար։ Ես եղբորը չեմ բարևել։ Տեր օրհնի ձեզ շատ։ Փառք Աստծուն։ Գիտեք խեմ ձեզ կանչել առաջ, մենք մի կարճ աղոթք պիտի անենք իրար հետ։ Եթե ինչ-որ մեկը կա, դեռ չեկավ, բայց կամուկացա, մեր հետ արա այդ աղոթքը։ Եվս մի օքի, Տերը օրհնի ձեզ, կամ ձեզ էլ բարևեմ, Աստված օրհնի ձեզ շատ-շատ։ Փառք Աստծուն, սիրելիներս, մի հատ աղոթք եմ ուզում իրար հետ անենք։ Ուղղակի գալու ենք Հիսուսի առաջ, ասենք, կյանքս քեզ եմ տալի։ Մինչև հիմա ոնց ապրել եմ կներես։ Գիտեք, ամենամեծ հաղթանակը, որ մենք կարանք անենք, եթե գնանք Հիսուսի ոտերի մոտ ներողություն խնդրենք։ Դրանից մեծ հաղթանակ կյանքում չկա, երբ որ ասում ես կներես, ես իմ արածների համար զղջում եմ, որ Հիսուսը մաքրի, լվա ու կանգնացնի իր կողքը, որովհետև Աստված ուզում է, որ մենք ոչ թե սատանայի խաբած մեղքերով ջարդված մանկանք այս աշխարհում, այլ Հիսուսի հետ հաղթանակած պարզ դեմքով գնանք առաջ, հա, որովհետև հաղթանակը մենակ Հիսուսի մեջ է։ Այս աշխարհում չկա ուրիշ հաղթանակ։ Եթե ամբողջ աշխարհը գրավես, Հիսուսին չունենաս, դու պարտված ես։ Դու մեկը հաղթանակ չունես, որովհետև միակ հաղթանակը մեր Տիրոջ մեջ է, որ ինքը խաչի վրա արդեն արել է։ Քեզ մենակ մնալու է իմ հետ մի հատ աղոթք անես։ Պողոս առաքյալն ասում է, թե սրտովդ հավատաս, շուրթերովդ դավանես, որ Հիսուսը մահացել է, հարությունը առեկը փրկվես։ Մենք այդ փրկության աղոթքն ենք անելու։ Դրա համար ես խնդրելու եմ, եթե պատրաստ ես, ես ասեմ դու իմ հետ կրկնի, ես քեզ կառաջնորդեմ, լավ։ Եթե պատրաստ ես, փակի աչքերը, դահլիճը մեր հետ կրկնի։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Տերը օրհնի քեզ, եթե սրտովդ ես աղոթք անում ես, Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ փրկությունն է գալի քո կյանք։ Ոչ թե որ դու կամ ես լավն ենք, ոչ թե որ մեր աղոթքը տենց համաշխարհային զորություն ուներ, չէ, որտեվ ինքն է լավը։ Ինքն է լավը, ինքը քո փոխարեն ամեն ինչ արել է։ Դու ուղղակի աղոթքով համաձայնվեցիր իր արածի հետ։ Ասիր ես համաձայն եմ կյանքս տամ քեզ։ Այստեղ է ուժը, այստեղ է զորությունը։ Հիսուսն էլ ասում է, «Էսի կյանք չէր, որ դու ապրում էիր»։ Էսա խաբուսի կա։ Սատանան խաբել էր քեզ տարբեր ձևերով, ցույց է տալի, որ մենք վերջն ենք, մեր նմանը չկա։ Դու գիտես ինչ ես, սուտ է, ինքն է ամեն ինչ։ Ինչքան մենք իրան ենք մոտենում, այդքան ենք մենք լավ է, այդքան ենք աննման, այդքան ենք խելոք։ Հիսուսն ասում է, դե կտենաս կյանքը որն է, ես վերցնում եմ իմ ձեռքերը քո կյանքը։ Այսօր դու քո կյանքը հոժար կամքով տվեցիր Հիսուսի ձեռքը։ Սա կոչվում է նոր կյանք Հիսուսի հետ, Աստվածաշունչն ասում է, դու նոր մարդ ես, հներն անցան, ամեն ինչ նոր է։ Երբ որ գալիս ու ասում ես վերջ,
էլ հին մարդս թող մեռնի, ես նոր մարդ եմ ուզում եմ Հիսուսի հետ։ Այնպես որ բարով ես եկել, Տերը օրհնի քեզ։ Մենք ամեն շաբաթ հավաքվում ենք ստեղ, մեր դռները բաց է, մեր սրտերը նույնպես բաց է։ Հաշվի սա քո նոր ընտանիքն է։ Դու կարող ես, եթե ուզում ես շուռ գաս նայես մի հատ ակնթարթ քո նոր ընտանիքին, հետևում քեզ է նայում ինքը, հա։ Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Եվ մենք եղբայրը եւ քույրը ձեզ կառաջնորդեն վերև, հիմա խնդրել եմ գնաք իրանց հետ, մենք ուզում ենք ձեզ նոր կտակարան նվիրենք, որ դու կարդաս կյանքի ինստրուկցիան գրված այս գրքի մեջ։ 2000 տարի առաջ գրվել է ու փակվել է։ Ով որ կարդում է, ինստրուկցիան չես կարդում, ընկնում ես խնդիրների մեջ։ Ինստրուկցիան կարդում ես, ճիշտ ես օգտագործում։ Կյանքը ինստրումենտ է։ Եթե դու չես կարդում ոնց ճիշտ օգտագործես, ինքը սկսում է քեզ վնաս տալ, ոչ թե օգուտ։ Ինստրուկցիան Սուրբ գրքի մեջ է գրած։ Մենք ուզում ենք ձեզ նվիրել այդ ինստրուկցիան։ Այնպես որ կխնդրեմ մեր եղբոր ու քրոջ հետ բարձրանաք վերև, համ կշփվենք, կծանոթանանք, համ էլ մենք ուզում ենք ձեզ նվիրենք ու ձեր հարցերին պատասխանենք։ Խնդրեմ իրանց հետևից բարձրանաք։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք ծափահարենք Տիրոջը իրանց համար։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի բոլորիդ։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն, սիրելիներս։ Դու էլ այսօր գիտես, չէ՞ ինչ ես անելու, այսօր գնում ենք հաց ուտելու, տարածքում մենակ բոլոր մի քիչ հեռու գնացեք, հանգարց բոլորոդ մի ռեստորան չմտնեք, լավ, տարբեր տեղեր գնացեք, բայց այսօր անպայման ընտանիքիդ հետ շարունակի օրդ, վաղը կիրակի է, օգտագործի այդ ամեն ինչը, լավ, հիմա պարզի ձեռքերդ ընդունի օրհնությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու զորությունը, կրակը, ներկայությունը, առաջնորդությունը, խաղաղությունը, ուրախությունը ամեն մեկիդ ընտանիքի մեջ լինի Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սիրելիս, Տերը օրհնի քեզ։ Այսօր չես գալի, ասես Հովև ջան, մի հատ կաղոթես, գնում ես ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնելու, լավ։ Տերը օրհնի ձեզ։